Բարի օրը առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային օրը Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին հանձնվեց Անբան Հուրին ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Ներկայացման մեջ ընդգրկված են ինչպես թատրոնի դերասանները, այնպես էլ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսանողները։ Զրուցելու ենք ներկայացման մասին մեր հյուրերի հետ տաղավարում են բեմադրիչ եւ բեմականացման հեղինակ Սարգիս Շողունցը, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանը, թատրոնի դերասանուհիներ Անահիտ Գաբրիելյանը եւ Մելսիդա Հակոբյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Դե պատմեք, այսինչ հրաշալի նախաձեռնություն ներկայացում եք բեմադրել հատուկ փոքրիկների համար, որը կարծում եմ այդքան էլ միայն փոքրիկների համար չի լինելու, վերջում պարզվելու է։ Այո, շատ ճիշտ եք կարծում։ Առաջարկը ստացանք Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանից, մեծ հաճույքով համաձայնեցի, ընտրվեց հեքիաթը, սկսեցինք աշխատանքները, հետաքրքիր պրոցես ենք ունեցել, դրա մասին դերասանները կպատմեն, մասնավորապես Անահիտան եւ Մելսիդան կպատմեն դրա մասին, հա։ Իսկ ինչու մասնավորապես իրենք սիրում են այդ պատմությունը պատմել, շատ իրենք սիրում են այդ պատմության մասին խոսել, դրա համար։ Այդպես, այո, ճիշտ եք ասում, ներկայացումը մեծերի համար էլ է շատ հետաքրքիր, որովհետև ունենք հումորներ, ունենք ինչ-որ դրվագներ եւ առհասարակ ես միշտ սիրում եմ այդպես երեխաների համար պետք չի բեմադրել ինչ-որ տի, sense որ երեխեքը նայեն, չէ, իրանց համար պետքա բեմադրել նենց ոնց որ մեծերի համար, պարզապես շատ ավելի գունավոր եւ շատ ավելի հեքիաթային։ Շատ համաձայն եմ, այո։ Որ կերպարն եք մարմնավորում։ Այո։ Ինչ տպավորություններ, ինչ հետաքրքիր նոր մոտեցում եք բերել կերպարին, որովհետև իմ կերպարը ես իրոք շատ եմ սիրել, այդ ուղղակի խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր դերասան միշտ պրեմիերայի ժամանակ ասում է, շատ եմ սիրել, տենց չի, իմ մոտ էս չի եղել կյանքում, որ բոլոր ներկայացումները եղել է համակերպվել եմ կերպարի հետ, սկսել եմ ուրիշ մոտեցում ցուցաբերել, բայց սիրված կերպարները մոտ շատ չեն։ Անթարամին շատ սիրեցի, որովհետև ինքը շատ տարօրինակ, շատ խարակտերն է ու շատ գույնով լի, գույներով, տարբեր գույներով լի, հնարավորություն է տվել Սարգիսը իր ինսցենիրովկայով եւ կերպարը ստանալով այդ հնարավորությունը տվել է, ուզում եմ ասեմ, որ ստացել ենք այդ կերպարը, որովհետեւ все-таки դահլիճից դա արձագանքում է, անգամ ինձ սկսել են ցիտել դահլիճից իմ բառերը, իմ խոսքերը, իմ ռեպլիկները մի խոսքով շատ հետաքրքիր process ենք ունեցել, Սարգիսը չէր ուզում, որ ես խոսեի process-ից, բայց մի երկու բառ կասեմ, հետո Անահիտան ու Մելսիդան կշարունակեն, շատ հետաքրքիր process են ունեցել, բոլոր դերասանները չնայած շատ բարդ պայմաններում ենք բեմադրել, որովհետև շատ կարճ էր ու երեկոյան, գիշերվա փորձեր ենք ունեցել, աշխատել ենք, միշտ սիրով ենք եկել, ինչքան էլ հոգնած լինենք, Սարգիսից էլ է եկել այդ ադդաչը, որովհետև չի եղել նենց, որ ինչ-որ սենց տարօրինակ բողոք կամ ինչ-որ բան լինի, եթե եղել է, միասին ենք իրարից բողոքել, անցել գնացել։ Մի խոսքով ներկայացումը ստեղծվել է սիրով ու դա զգացվում է, հենց վարագույրը բացվում է, դա այդ գույները, այդ կերպարները ու առհասարակ լինում է, չէ, որ դերասանները մի քիչ տեխնիկապես են խաղում, տեխնիկան են առաջ բրդում, ոչ թե էմոցիաները, երեք մեր շատ սիրելի դերասաններից մեկը, հմուտ դերասաններից մեկը եկել էր հյուրընկալվել էր ներկայացման ու ասեց, այս ինչ կարդիո էր, այս ինչ էմոցիաների ինչ որ sense մի հատ բուկետ էր, որովհետև բոլորը ինքնամոռաց չեն խնայելով, լիճը ես չեմ խնայում, ոչ էմոցիաներս, ոչ իմ ուժերս, մի խոսքով ստացվել է։ Ինչու եք դուք սիրում պատմել այս պատմությունը։ Սկսենք այդտեղից։ Այս պատմությունը չի եղել, որ պատմենք ուղղակի։ Հիմա առաջի անգամ սկսենք պատմել։ Ես սկսեմ, երբ ստացա դերը, Սարգիսին չէի ճանաչում,
ու երբ որ չես ճանաչում ռեժիսորին, մի քիչ անհանգիստ ես, որտեվ չգիտես ոնց կստացվի, ինչ կլինի, քեզ ոնց կընդունեն, դու ոնց կընդունես ռեժիսորին։ Շատ եմ ուզում ասեմ, որ հենց առաջի փորձից մինչև վերջի փորձը շատ հաճույքով եմ գնացել ու կարծում եմ բոլորը, որովհետև զգացվում էր, որ մարդիկ բան չէին անում, դաժե գիշերվա փորձերին, որ ես երբեք գիշերվա փորձերին չեմ եկել, բայց ամեն անգամ ասում էի, ոյ լավ էլի, ինչի, բայց գալիս էինք ու շատ հաճույքով փորձ էինք անում։ Ու դա գալիս է հենց ռեժիսորից, ուզում եմ ասեմ, շատ եմ սիրել Սարգիսին, շնորհակալություն Սարգիս ջան։ Չէ, ինքը չգիտեր դրա մասին։ Չէ, ուղղակի մի կարևոր բան եմ ուզում ասեմ, իմ մաստերը Ալեքսանդր Սամսոնիչ Գրիգարյանը, ոնց որ իմ մեջ մցրել է ու այն դերասանները, ովքեր իր հետ աշխատել են, ոնց որ սովորած են նրան, որ դերասանին պետքա սիրել։ Դերասանը ամենակարևորն է թատրոնում, ու մենք սովոր ենք դրան։ Ու երբ որ դա չես զգում, արդեն դու էլ այդ ощущениայով, կներեք ռուսերեն բառի համար, չես գալիս թատրոն, արդեն ուրիշ է։ Ու մեկ էլ գալիս է Սարգիսը, որը սիրում է իր դերասաններին, ու ասենք անենց ընկերական փորձեր էր, ոնց որ գործի չգնայինք, ոնց որ հավաքվում ենք ինչ որ մի լավ բան անելու համար։ Իսկ ներկայացումը ստացվել է շատ ուրախ, հանդիսատեսը մեր հետ մասնակցում է, պարում է, հարց է տալիս, պատասխանում է, ու կարևորը որ երեխաներին շատ դժվար է խաբել, որովհետև ոչ թե նրանք ավելի խելացի են, քան մեծերը, այլ նրանք, որ երեխա են, ասում են, բայց ինչի, այնտեղ պիտի լիներ դուր, բայց դուր չկա, ասենք, հա, իրանք ամեն ինչ նկատում են ու պետքա այնքան անկեղծ ու ճիշտ լինի ամեն ինչ, որ իրանք ընկալեն ու հավատան դրան։ Ու քանի որ իրանց պատասխանները, իրանց աչքերից ու դու զգում ես, որ ներկայացման մեջ շատ է խոսքը ու իրանք չեն շեղվում, ուրեմն ստացված է։ Եվ իրանց հետաքրքիր է։ Եվ իրանց հետաքրքիր է։ Այո, երեխաներին դժվար է գոհացնելը, Մելսիդա, դուք էլ պատմեք եւ փորձերի ընթացքից եւ համագործակցությունից։ Սարգիսին ես ճանաչում էի, մինչև այն որ ինքը եկավ մեր մոտ արդեն ներկայացում բեմադրելու, բայց մենք ցավոք սրտի իրար հետ չէինք աշխատել։ Բայց ես շատ ուրախ եմ իրականում, որ Սարգիսը եկավ մեզ մոտ ու բեմադրեց այս ներկայացումը։ Սարգիսի հետ աշխատել դա ուղղակի գերագույն հաճույք է։ Թեթև ուրախ երևի կրկնվելու եմ նույն բանն եմ ասելու, որովհետև ոչ մի վատ բան, որ ասել եմ, ուղղակի անհնար է այստեղ։ Անկախ նրանից էլ այդ գիշերային փորձերը եղել է ամեն ինչ շատ ջերմ ու ուրախ մթնոլորտում, անգամ որ առավոտյան ենք ունեցել ներկայացում, հետո երեկոյան, հետո այդ ներկայացումներից հետո եկել ենք փորձի, բայց դա մեզ ընդհանրապես երբեք չի խանգարել։ Ու իրական Սարգիսից շատ շնորհակալ եմ այս դերի համար, որովհետև այս իմ դերը տարբերվում է իմ մյուս դերերից թատրոնում։ Վերջապես ես չեմ խաղում ինչ-որ sense աղջնակի, ինչի համար Սարգիսին շատ շնորհակալ եմ։ Գործի կերպարը։ Ոչ միայն գործի ու այդ գյուղացի կանանց։ Բայց գործից ավելի հետաքրքիր է որ պատմեք գործի կերպարի մեջ ինչ կա հետաքրքիր, ինչն է մաքսիմալ դժվար ենք եկել, ինձ թվում է ամենադժվարը հենց այդ տեսարանն ենք մենք ստացել, որովհետև ամեն ձև մենք չենք կարող գտնեինք ինչ որ այդ հետաքրքիր լինիան, որ չլինի ուղղակի, որ գործեր են ու վերջ, մաքսիմալ դժվար եկանք ու ինձ թվում է տենց այս վերջի օրերին ավելի վերջնական գցանք այդ կերպարները ու ինձ թվում է ստացվել է։ Այո։ Ես ասում եմ այո։ Այո, всё։ Մնացածը կասի հանդիսատես։ Իսկ անվան հուրին ով է։ Երկու դերակատար ունենք, Աննա Մանուչարյանը եւ Մանե Մարդանյանը։ Ամեն մեկը իր ձևով տարբեր, կարևորը որ իրար նման չեն, երկուսն էլ տարբեր են շատ։ Իսկ մոր աղջկա հարաբերությունները այդտեղ դուք խաղընկերների հետ էլի ունեցել եք համագործակցություն։ Այդ Աննայի եւ Մանեի հետ առաջի անգամ եմ բեմում, Աննայի հետ եղել եմ նույն ներկայացման մեջ, բայց գրեթե առաջի անգամ էինք որպես պարտներ, շատ հետաքրքիր մայր աղջիկ ենք ստացվել, ինձ թվում է, որովհետեւ причем երկուսի հետ էլ տարբեր է իմ մոտ ստացվում, բայց ստացված կերպարներ են շատ վառ կերպարներ, ոչ միայն անվան հուրին, մայրը եւ գյուղացի կանայք եւ գործերը յուրաքանչյուր կերպար շատ հետաքրքիր են մեր տղաները Անտոն Աղաջանյան, որ անսպասելի է ինձ համար ու ես շատ ուրախ եմ այդ Փեսայի կերպարը տղայի երկրորդ դերակատարը Սամվելն է Սարգսյան
Արտուր Պետրոսյան հայրիկի կերպարն է կերտում Արմենը Մարգարյան եւ Գրիգը, որոնք իրանք մատորն են ներկայացման, իրանք այդ գյուղի, չգիտեմ, շոումենն են, այո, որոնք վարում են ամբողջ ներկայացում ու երկուսն են շատ տարբեր են ու շատ հրաշալի աշխատում են։ Մի խոսքով ներկայացումը շատ էմոցիոնալ, երաժշտական, գունեղ, ծանր դերասանի համար, բայց մենք դուրս են գալիս, հենց Արմենը երկու ներկայացում ենք խաղացել, մեկի մեջ Արմենն էր խաղում, մյուսի մեջ Գրիգը։ Ու ես արդեն երկրորդ անգամ տեսնում եմ Արմենը նորից զալում անստատ։ Տղա ջան, դու ինչի՞ չես գնում։ Ասում են լավ է։ Այո, այդ աշիշենյան որ շատ ծանր է, բայց շատ լավ է։ Դու ստանում ես sense մի հատ համբեմի վրա ես ստանում շատ էմոցիաներ որպես դերասանուհի, հանդիսատեսից է գալիս։ Մի խոսքով, դու երբ որ դու տեսնում ես այդ ժպիտները, այդ էմոցիաները, դու ես լիցքավորում դրանից։ Հետադարձ կապը շատ կարևոր է։ Հաջորդը երբ է։ Հունիսի 29-ին։ Բական ժամանակ կա, շատ լավ։ Եվ քանի որ արդեն խոսեցինք, որ երեխաներին գոհացնելը իսկապես շատ բարդ է, ինձ հետաքրքիր է որպես ռեժիսոր, բեմադրիչ, ինչ հետաքրքիր լուծումներ կան ներկայացումում, Թումանյանի մեջ ինչն եք բերել բեմ, ինչն եք փոխել, ինչն եք կոտրել։ Թումանյանից հեքիաթի մոտիվը պահված է, բայց փորձել ենք մի քիչ ուրիշ բան ստանալ։ Ժամանակակից ենք փորձել այո ստանալ։ Չեմ ուզում լուծումներից պատմել, որպեսզի հետ փակագծերը չբացեմ, հանդիսատեսը թող ինքը գա, որովհետև կարող է լուծումը ինձ համար լինի հետաքրքիր, իրենց համար էլ հետաքրքիր չլինի։ Թող գան իրենք նայեն դա ասեն։ Բայց մենք փորձել ենք մի քիչ նախ ուզում եմ խոսել անպայման կոմպոզիտորի մասին, Վահե Հայրապետյանը, ով շատ հետաքրքիր երաժշտական ձևավորում արեց, ինչը նաև ներկայացման գրավականներից ամենակարևորներից մեկն է, այո։ Նաև բեմանկարչությունը Տիգրանի եւ զգեստները Մարինա Թադևոսյանի բավականին հետաքրքիր sense ensemble է ստացվել, այո։ Երևի թե սա այն հետաքրքիր երաժշտական ներկայացումներից է, որտեղ տեքստը եւ երաժշտությունը, տեսարանը իրար փոխլրացնում են, այսինքն sense զուգորդված գնում են եւ շատ թեթեւ ու գունավոր է ստացվել, այդ իմաստով նաեւ ուզում եմ անպայման նշել, որ ուզում եմ դերասաններին շնորհակալություն հայտնել, որտեղ ինձ համար շատ հետաքրքիր էր, sense եկա, եւ որտեղ երբ որ գնում ես թատրոնում աշխատելու, ցանկացած թատրոն բարդ օրգանիզմ է, շատ դժվար է մարդ ընդունում։ Ինձ այնքան հեշտ ընդունեցին Փառք ու պատիվ իրենց, որովհետև ես sense շատ հեշտ մտա, երևի դրա համար այտենց կարողացա հեշտ աշխատել, էլի, որովհետև եթե sense փշերով ընդունեն, կարող ես չկարողանայի աշխատել, հենց որ այդպես։ Այդ քեզնից էլ է գալիս, Սարգիս ջան։ Դե ոնց որ միայն գիշերվա այդ փորձերը բավական էր։ Մի հատ էլ որ դուք բարդ լինեք, ես Ես էլ եմ ասում, էլ եմ ուզում կրկնեմ, որ այդ ամեն ինչը իրոք Սարգսի պրոֆեսիոնալիզմից է գալիս, որովհետև հավաքել մի մեծ խումբ, երբ որ ուսանողները դասի են, քննության են, ու իրանք անընդհատ բեմի վրա են ու կապուղողակներ են իրանք դերակատարներին, то есть մենք մենակ չենք գործողությունները անում բեմի վրա, ու այդ ամեն ինչը ինքը պատկերացնում էր գլխի մեջ, ու դերասանները ասենց հանգստություն։ Ես ներվայնանում էի, որովհետև հասկանում էի, ասում էի, չի հասցնելու, չի լինելու, չի հասցնելու։ Անընդհատ իմ մեջ այդ վախը կար, բայց տեսնում եմ հանգիստ Սարգսին, ասում երևի թե մի բան գիտի։ Հետո ասում է չէ, ուզում եմ ասի, տղա ջան, մի հատ ներվայնացի, ոնց որ ես եմ ներվայնանում։ Իմ բեմադրությունների ժամանակ վերջի մի շաբաթը թատրոնում շատ բարձր իմ ձայնը լսվում է, видимо ես մի քիչ չերիչուր էմոցիոնալ եմ, Սարգիսը ավելի հավասարակշռված։ Մի խոսքով եկանք այդ ֆինիշնի պրիմոին ու հասկացա, վայ, մի անգամից, այսօր կասում ենք, ինչ կասում, հələ կոշիկները չկա, հականք, մի անգամից ամեն ինչը շատ կազմակերպված էր, Причем ինքը աշխատում է մի քանի տեղ։ Ինքը ասում էր մի կես ժամով գնամ այնտեղ խաղամ, հետո գնամ այս փորձը անեմ, հետո բանը այսօր նշանդրեք սա վաղը հարսանեք։ Ինքը ամեն ինչ ինչ որ նա օրկեստր էր ու այդ ամեն ինչով մեզ վարակում էր ու մի քիչ շոկահարված, բայց մենք հասանք այսօրվան, որ այսօր չենք պլանավորել, որ ես եթերում կլինեմ, բայց քանի որ ես այստեղ մենք շատ ուրախ ենք, որ դուք եկել եք։ Ասի չէ, պետք է գամ ապայման ես։ Մեծ սիրով ենք միշտ ձեզ հյուրընկալում եւ ես մի հարց ունեմ, հաճախ է բեմում բեմադրիչը գալիս առաջին պլան, երբ դուք որպես դերասան եք բեմում։ Այս ներկայացման մեջ բեմադրիչը вообще չի եկել առաջին պլան, ինքը տենց շատ դա անգամ
պրեմիերային ներվայնանում ենք, որ մենք ծափահարում ենք, որ ինքը գաբեմ, մենք ասում ենք, դա вообще-то ճիշտ է, որովհետև բեմադրիչը պետք է հաջողություն անի ներկայացման ու տալ նվիրի այդ ամբողջը վсё արդեն դերասանին է։ Ես ներվայնանում եմ այն բեմադրիչներից, որոնք մինչև արդեն 100-րդ ներկայացումը խաղում ես, իրանք կուլիսներում սենց ֆրֆռում են ու անընդհատ ինչ որ բռնում են ու ինչ որ բան են Պակլոնի են գալիս։ Այո, որովհետև վсё դա հա ու պակլոն են գալիս մինչև 800-րդ ներկայացումը միշտ ոնց որ առաջի անգամ։ Ոչ, բեմադրիչը պետք է հաջողություն մաղթի դերասաններին, որտեղ ներկայացումը արդեն դերասաններին են նվիրում ու վсё մերն է արդեն։ Իսկ ինչ անենք, իմպրովիզներ անենք, բայց ամեն ինչը պետք է նենց լինի, որ ռեժիսորը մի օր չգա, ասի ես սա չեմ բեմադրել։ Ես մեր կապ չունի։ Սարգիս, հանդիսատեսի մասին էլ շատ կուզեմ խոսենք վերջում անպայման ճիշտ է մանկական ներկայացումը եւ չէի ուզի այս ներկայացման թեմայով այդ մասին խոսենք, բայց ինչպիսին պետք է լինի հանդիսատեսը, որպեսզի չխանգարի դերասաններին բեմում կենտրոնանալ։ Այս այն ցավոտ տեղին է գտնում։ Նախ որտեղ ես աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում, գիտեք դա քաղաքի բարդագույն թատրոններից մեկն է, եւ միշտ չի որ հանդիսատեսը լինում է իդեալական։ Հա, գիտեմ, պիտի ասեն, դե ինչ որ տարբեր արդարացումներ կգտնեն, բայց ես սարսափելի սիրում եմ գրագետ հանդիսատեսին։ Հանդիսատես, ով գիտի ուր է եկել։ Մենք այսօր ունենք այդ խնդիրը։ Ամենատարական բաները, ընթացքում հեռախոսներն ա զանգում, խոսում են եւ մի հատ սարսափելի բան, որ վերջերս է ինձ հետ պատահել, ես ուղղակի պակլոնից դուրս եմ եկել բեմից, մինչև վերջ չեմ արել այդ խոնարհումը։ Երևի գյուղից էին եկել, այսինքն հերո պիտի գնային, բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Ներկայացումը դեռ չի վերջացել, վարակույրը չի փակվել, գնում են իրանք։ Ոչ թե որտեվ չեն հավանել կամ ինչ-որ բան, այլ իրանք շտապում են, ասենք դե գնան Պոնչի կանոց օրինակ։ Ժողովուրդ ուզում եմ ասել, որ դա սարսափելի բան է։ Չի կարելի, սպասեք մինչև վարակույրը փակվի, նոր գնացեք, որովհետև մենք չենք միջև վարակույրը փակվելը մենք չենք գնում, բայց որ մենք սկսենք գնալ, տխուր կլինի։ Ես պատական չբարձրացի այս թեման, որովհետև ինքս վերջերս եղել եմ հրաշալի ներկայացման, որտեղ դուք որպես դերասան եք բեմում եւ դա պրեմիերա էր, առաջնախաղ էր ու կարիք կար, որպեսզի դերասանները ավելի կենտրոնանային, որովհետև ներկայացումը առաջին անգամ էին հանձնում հանդիսատեսի դատին, իսկ հանդիսատեսը ստեղծել էր բոլոր պայմանները, որպեսզի բացարձակ կենտրոնանալու հնարավորություն չունենային, այսինքն հանդիսատեսն էր ստեղծել։ Շնորհակալ եմ ձեզ շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ միասին։ Ես ձեզ մաղթում եմ մեծ հաջողություններ եւ ներկայացմանը երկար տարիների կյանք եւ ուզում եմ նվիրել մեր գործընկերոջ Իջևանի գինու գործարանի կողմից առաջարկվող Սափոր սպիտակ գինին, որպեսզի թիմով ներկայացումից հետո կարողանաք լիցքաթափվել, խմել եւ կարելի է մի բան ավելացնել։ Մենք երկու հոգու մոռացանք, նախ մեր հետ մեր իմ ու Մելսիդայի հետ Յանան էլ է, Թուրգունյան, անպայման ուզում եմ նշեմ, որտեվ շատ մենք երեքով շատ ընտիր թիմ էինք, սենց ասեմ, եւ տրիո, հա։ Եվ թող ես ավելացնեմ։ Եվ թող ես ավելացնեմ, Նունեի մասին է խոսքը, մեր պարուսույցի, այո, Նունեի մասին, Նունե կներես մոռացել ենք քեզ ասել, բայց Նունեն փայլուն բարեր ա դրել, այդ էլ մեր երաժշտության եւ տեսարանների հետ ամենաայն խփող կետերից է, շնորհակալ ենք Նունեին, բավականին հետաքրքիր աշխատանքի համար։ Այո, ինչպես միշտ։ Եվ ես էլ առաջին անգամ էի աշխատում Նունեի հետ եւ մենք որպես ռեժիսոր եւ պարուսույց շատ հարթ սենց հասկացել ենք իրար կես բառից։ Շնորհակալ եմ շատ, մեծ հաջողություններ եմ մաղթում ներկայացմանը եւ ձեզ։ Իսկ մենք այս պահին կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։